եւ այստեղ ակտիվիստ եւ բլոգեր Արթուր Չախոյանն է գտնվում, նախ ինչ տեղեկություն ունեք, եթե արդեն տեղեկացված եք նրա առողջական վիճակից, նաեւ հետո հետագա կարգավիճակից։ Բժիշկները նոր մեզ ասացին, որ լուրջ վնասվածքներ ունի, դեմքի շրջանում եւ գլխապտույտներ ունի, ուժեղ, հիմա արդեն կսկսեն գլուխը նկարել եւ հետագա արդեն զարգացումների մասին բժիշկները տեղեկություններ կտան։ Ուզում եմ մեր երևանցիներին ու հայրենակիցներին ասեմ, որ ժողովուրդ ջան, սկսվել է թալանը բացահայտելու դեմ ագրեսիվ պայքար։ Սրանք ոչ Հայաստանի Հանրապետության համար են սենց կռիվ տվել, ոչ Արցախի համար ու ընդհանրապես ոչ մի քաղաքացու համար, այլ քաղաքացին բարձրակույն արժեք չէ, հիմա սրանք ԿՊ-ն ու հանրապետությունը ասենց միախմբված, միամուռ ուժերով պայքար են տալիս այն մարդկանց դեմ, ովքեր բացահայտում են միլիարդավոր դրամների թալանը։ Պարոն Ստեփանյան, դուք ասում եք սա պայքար է թալանի համար, բայց եւ ասում եք, որ սրանք ոչ Արցախի համար են պայքարել, ոչ Հայաստանի, բայց Անի Խաչատրյանն ավականու անդամ ասում էր, որ իրենք պետություն են պաշտպանում, օրինակ Չախոյանին ծեծելով կամ մյուսներին, իրենց գործողությունները այդպես էր արդարացնում։ Անի Խաչատրյան նշված անձը ինչ ուզի կարող խոսա, իրանք կծված են ԿՊ-ի հետ եւ իրանք զբաղված են երևանցիների վճարած միլիարդավոր գումարները մեջ անելու մեջ։ Այդ տարբեր լրատվականներում արդեն կա տարբեր նյութեր, նույն Արթուր Չախոյանն է բացահայտում, նույն տարբեր մեր ավականիները Մայրաստան խմբակցության, թե ինչպես են ասֆալտապատման գումարները մսխվում, ինչպես են մանկապարտեզի վերանորոգման, թանկացվող տրանսպորտի եւ տարբեր բաներ։ Ժողովուրդ ջան, սկսվել է ԿՊ-ի կողմից թալանի պահպանման process-ը, բայց նահանջ չկա։